Պատմում էին մի եղբոր մասին, ում սիրտը վառվում էր մարդկանց փրկելու փափագով, եւ նա խնդրում է Տեր, տուր, որ օրական գոնե մեկ հոգու պատմեմ քո մասին։ Նա այդպես էլ ջանում էր եւ պատմում էր մարդկանց Հիսուսի մասին, եւ մի օր էլ այնպես ստացվեց, որ ոչ մեկին չկարողացավ պատմել Հիսուսի մասին։ Արդեն ուշ գիշեր էր, փողոցները դատարկ են, ինչ անել, օ Տեր Աստված, օգնիր ինձ, ես այսօր ոչ մեկին քո մասին չեմ պատմել։ Լացում է Աստծո առաջ կանգնած, աղոթում ու գնում է դուրս։ Արդեն մութ է լինում, փողոցները դատարկ են, ոչ մեկ չկա։ Աղոթում է եւ ահա տեսնում է, որ մի հարբած մարդ է պառկած։ Ինչպես հարբածին պատմել Հիսուսի մասին։ Բայց միևնույն է, նա մոտենում է, կռանում եւ բարձր ձայնով ասում. «Բարեկամ, Հիսուսը սիրում է քեզ, ապաշխարիր մեղքերից, որպեսզի հավիտենական կյանք ունենաս»։ Մոտավոր նման բառեր է ասում ու հեռանում։ Անցնում են տարիներ։ Այդ եղբայրն արդեն ուրիշ քաղաքում է ապրում, ուրիշ եկեղեցում է ծառայում։ Եվ ահա մի օր մի մարդ է մոտենում բարձրախոսին եւ սկսում է վկայել իր ապաշխարության մասին, թե ինչպես է գտել Աստծուն։ Ասում է. «Քույրեր, եղբայրներ, գիտեք, շատ տարիներ առաջ ես հարբած ընկած էի փողոցում եւ հանկարծ երկնքից ձայն լսեցի։ Աստված ինձ երկնքից ասաց. «Բարեկամ, Հիսուսը սիրում է քեզ, դու պետք է ապաշխարես եւ կստանաս մեղքերի թողություն ու հավիտենական կյանք»։ Ասում է. «Ես սթափվեցի, որտեղից է ձայնը։ Աստված ինձ ասաց, Աստված ինձ վրա ուշադրություն է դարձնում, հարբեցողի ու մեղավորի վրա»։ Սկսեցի փնտրել հավատացյալների, գտա եկեղեցի, ապաշխարեցի, դարձա քրիստոնյա։ Վկայությունից հետո ծառայող եղբայրը մոտենում է այդ մարդուն ու հարցնում. «Իսկ որտեղ է դա եղել»։ Նա հստակ ասում է քաղաքը, վայրը, որտեղ որ դա եղել է, անգամ ժամը։ Դա հենց նույն վայրն ու ժամանակ էր, երբ եղբայրը նրա ականջին բարձրաձայն ասել էր, որ Հիսուսը սիրում է քեզ։